Այսօր Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրավիրած նիստի օրակարգում մեկ հարց է եղել։ Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններում կուսակցությունների եւ դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակները գրանցել է։ Ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը, քարտուղարը եւ անդամները հերթականությամբ ներկայացրեցին փաթեթների ստուգման արդյունքում կայացրած եզրակացությունները եւ եզրակացրեցին, որ ցուցակները համապատասխանում են ընտրական օրենսգրքին։ Ներկայացված փաստաթղթերում լուրջ բացթողումներ չեն եղել, ընդամենը տառասխալներ կամ այլ վրիպակներ, որոնք սահմանված ժամկետներում շտկվել են, վստահեցնում է հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Վաղը Երևանում կկայանա ուժերին հերթական համարները տրամադրելու վիճակահանությունը։ Այսպիսով Գյումրու արտահերթ ընտրություններին կմասնակցի 9 քաղաքական ուժ, 6 կուսակցություն եւ 3 դաշինք։ Դրանք են. Գրանցվել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Իմ հզոր համայնք կուսակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, Ապրելու երկիր կուսակցությունը, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինքը, Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքը եւ Եվրոդաշինք կուսակցությունների դաշինքը։ Մարտի 15-ին կմեկնարկի բուն քարոզարշավը, որը կավարտվի մարտի 28-ին եւ կհաջորդի լռության օրը։ Իսկ մարտի 30-ին Գյումրեցին կկատարի քաղաքի ղեկավար մարմնի ընտրությունը։ Հրաչ Սահակյան, այսօր։